Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Փորձում ենք ամփոփել շաբաթը։ Սկսենք այնուամենայնիվ նախընտրական Հայաստանից, հարցներ լինելու ձեր գնահատմամբ նախընտրական պայքարի որակը ինչպիսին է, ինչն է ձեզ առանձնապես դուր գալիս այս քաղաքական պայքարում։ Ես կարող եմ մեկ լուր կարդալ այդ թեմայով եւ այնուհետեւ խոսենք թե ինչն է ձեզ դուր գալիս։ Փաշինյանը ավելի քան $15,000 է պահանջում Սամվել Կարապետյանից սունկ ուտելու մասին նրա մեկնաբանությունների համար։ Նա ասում է, որ ռուս գործարարը պետք է հերքի առնվազն 3 լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսած ձայնագրումը։ Եվ այսպես ինչն է ձեզ դուր գալիս, ինչպիսին է պայքարի որակը։ Համեցիկ։ Ձեր այդ նկարագրությունը սունկ ուտելու մասին իհարկե շատ հետաքրքիր էր, ճիշտ ասած։ Հենց այնց սունկ չէր։ Հենց այնց սունկ չի, էլի։ Այդտեղ հերկելու մեջ իհարկե բաներ կան, Մարկ Տվենը շատ լավ դա նկարագրել է, ասենք, օքեյ, կարա ասի Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սունկ չի ուտում, այդպես բան անում, բա որ սունկ ուտեն ինչ կան։ Լավ, դե իմ ամեն դեպքում իհարկե Սամվել Կարապետյանը մի փոքր ոնց ասեմ ավելի զուսպ, ասում եմ, իրան տեսած պիտի պահի, որտեղ ինքը դե ֆակտո Հայաստանի քաղաքական պայքարին մասնակցելու իրավունք չունի, ոչ իրավական, ոչ բարոյական, հենց որ ինքը տենց գրամտածին ասում թե Պուտինը ով է տղա, դու գործ չունես Հայաստանում, ընդհանրապես գործ չունես, ոչ էլ պիտի խոսես։ Ու ես իրոք սրտանց չեմ հասկանում լրագրողներին, ովքեր իրան հարթակ են տալիս, որտեղ այս պահին ինքը միևնույն է հանդիսանում անձ, որը իրավունք չունի Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նա որպես անձ իրավունք չունի, ասում եք դուք, բայց կուսակցությունը գրանցված է, կուսակցությունը հասկացա, որպես կուսակցություն, բայց ինքը այդ սունկ ուտելու մասին որպես կուսակցություն չի ասել, որպես անձ չի ասել, որպես անձ, մեծ գումարներ ունեցող, որը ունի հնարավորություններ, այդ թվում փոխկապակցված է ռազմական հանցագործ Պուտինի հետ, ինքը վտանգավոր մարդ է ու իրան տենց ոչ թե պետքա դատի տալ 15 բան, վտանգավոր ոչ թե պետքա վախենա, ոչ թե $15,000, այլ 15 տարի ազատազրկում ուղղակի նման հայտարարությունների համար, որովհետև ասենք դա փաստացի նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացին Հայաստանի տարածքում փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Ինքը շարքային քաղաքացի չի Ռուսաստանի, ինքը միլիարդատերների ցուցակում կա։ Ինքը Պուտինի եւ Լուշկովի մտերիմն է, այսինքն ինքը փոխկապակցված է Ռուսաստանի վերնախավի հետ, փոխկապակցված է որ նա ինքը անդամ է այդ վերնախավի։ Նման մարդկանց Եվրամիությունում բոլորին պատժամիջոցների տակ են մտցրել։ Այս է հետևանքն է նրա, որ Նիկոլին ժամանակին ասում էինք դիր պատժամիջոցների տակ դուրս արի ռուսական ազդեցության գոտուց, փակի այդ ամեն ինչը, դիր պատժամիջոցները կիրառի, հենց ոնց որ Եվրոպան է դա անում։ Կամ հենց ոնց որ ասենք չգիտեմ Եվրոպան չես ուզում, Կանադան է դա անում, Ավստրալիան է դա անում, Նոր Զելանդիան է դա անում, բայց ինչ-որ մի ձև։ Բայց Նոր Զելանդիան դուք Հայաստանի հետ համեմատում եք Ռուսաստանի հետ։ Չէ, Նոր Զելանդիայի հետ կարգավիճակ, հիմա Նոր Զելանդիայի հարաբերություններ Չինաստանի հետ են հենց ոնց որ մեր Ռուսաստանի ինչ տարբերություն։ Ասենք խնդիրը նրանում չէ, մոդելն է պետք վերցնել, ասենք դու ունես կախվածություն, օքեյ, Կանադան։ Կանադան Ամերիկայի հետ հարաբերությունները Կանադա ԱՄՆ-ն նույնն է, ինչ որ Հայաստանը Ռուսաստան։ Ինչ Մայքլ Կարնին կզում է, որ նարնջագույն անախորժությունը որով տնի չէ։ Հելբուսը ապու որ պետք է լինում, մի հատ հետևից քացով խփում են։ Որ այդ նարնջագույն անախորժությունը եւ իր կողքի կանգնած մարդիկ հանգարց չմոռանան իրանց տեղը։ Իսկ իրանց տեղը ինչպես հայտնի է հին սովետական ֆիլմից Ոզլի Պարաշի։ Լավ է, դեպքում եթե այդ կրանալու թեման եք բարձրացնում, ստացվում է Հայաստանը այնուամենայնիվ կրանում է։ Նիկոլա Հայաստանը չէ։ Դե, բան։ Դե պաստորեն, այս ինչ իր ճանճան 15,000 7 միլիարդ փող ունի, թե 3 միլիարդ, թե 4 միլիարդ, 700 միլիոն հասկանում եմ, դրա համար ինքը գնում է քաղաքացիական հարաբերությունը, սա քաղաքացիական չի, սա քաղաքական պայքարի մեջ է մտնում։
Այս Մոլդովայի պատմությունն է։ Սա հավասարության նշան է դնում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի օլիգարխիայի ներկայացուցիչի, սա վտանգավոր բան է, որը Նիկոլը չի հասկանում։ Դու դնում ես հավասարության նշան, դու իրան փորձում ես դատել որպես Հայաստանի քաղաքացի, ինքը Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի, բայց ըստ էության բովանդակության, ըստ բարոյական արժեքների, ըստ կյանքի նպատակների, ըստ ապրած կյանքի օրերի, քանակի, ինքը Հայաստանի հետ կապ չունի, դու չես կարող իրան իր հետ հարաբերվես ինչպես շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացու, դու իր հետ հարաբերվես որպես Պուտինի Nokia շիստյորկա, Պուտինի համար փող լվացող։ Այսինքն կարելի է այսպես, եթե դուք այդպես եք գնահատում իրավիճակը, որ այստեղ հիմնական այսպես ուրիշների մասին էլ ցուցակը վերցրել եմ 19 քաղաքական ուժերի, նրանք երևում են թե չէ այդ քաղաքական պայքար կոչվածի մեջ, հիմնական քաղաքական պայքարը ոնց որ թե վարողները Փաշինյանն է եւ Սամվել Կարապետյան եւ Քոչարյան, եւ դուք տեսնում եք, դուք ասում եք այստեղ ոնց որ Հայաստանը Ռուսաստանի հետ է պայքարում, ոչ թե քաղաքական գործիչի քաղաքական գործիչի հետ։ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ պայքարի, տեսեք, ձեր նկարագրած մոդելում ամեն ինչ ճիշտ էր, բացի հետևությունից, որ արեցին։ Ես հետևություն չեմ արել, հարց եմ տվել։ Այսինքն ինքը տրամաբանությամբ որ գալիս է, ձեր հարցը ոնց որ բխեց նրանից, թե Հայաստանը պայքարում է։ Չէ, այստեղ հարցը գնում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը արհեստականորեն Սամվել Կարապետյանին սարկում է Հայաստանի քաղաքական դաշտի ֆիգուր։ Ճիշտ ռազմավարությունը իգնորն է։ Այսինքն, ո՞տ իգնոր է սա։ Դե քաղաքական պայքար է, ոնց, նայել է գրանցված քաղաքական ուժ դու էլ։ Քաղաքական ուժ Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ չի, Սամվել Կարապետյանը հանցագործ է Հայաստանում։ Ինչու է հանցագործ։ Դե ինչ-որ գործ չկա վրան բացած։ Տնային կալանքի տակ չի։ Լավ։ Ինքը ռազմական հանցագործ Պուտինի համար փողալ իր ֆորաբանկը, որը մենակ իրեն է պատկանում, իդեպ ինքը բորսայում չի պատճառ։ Եվրոպական պատժամիջոցների տակ է Ռուսաստանի այսպես կոչված սվոն ֆինանսավորելու համար։ Հետևաբար ինքը մեծ հաշվով մեր տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ ոնց ասեմ, առաջադեմ աշխարհի տեսանկյունից ինքը հանցագործ է։ Ռազմական հանցագործի բան է։ Տանող բերող։ Տասով շիկ, ինչպես ասում են բան։ Դա մոդելը։ Տասով չիկ։ Տասով չիկ։ Կարբյուրատոր չիկի հետ նույն ձև է գալիս։ Եթե ասում եք, ուրեմն ճիշտ ասեք, տասով չիկ։ Ու պագրիշկա փոխողներ, Եվ այսպես իսկ ինչն է ձեզ դուր գալիս այս ամբողջ ընթացքում։ Ինձ դուր է գալի, որ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմը չի աղտոտվում այս ամեն ինչում։ Այսինքն կեղտոտ է այս ամբողջը։ Տեսեք, բազմից ասել եմ, շարունակում եմ ասել, որ այս ամբողջ, այս 19-ը արդեն, իրանք պետք է արխիվացվեն, իրանք պետք է դուրս գան Հայաստանի քաղաքական դաշտից, կան իմաստ։ Բա ով մնա։ Նորերը պետք է գան։ Նորեր ունենք, եկեք Չէ, 19-ը պետք է գնան արխիվել, նորը որն արդեն նոր չեն իրանք։ Չէ, օրինակ այս բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցությունը նոր է։ Ինչը ձեզ դուր չեկավ։ Չէ, լավ, ուղղակի դա շատ վաղուց, սենց ասեմ, երևի երիտասարդ ժողովրդավարությունների համար նոր է, բայց շատ վաղուց նմանատիպ բաներ կային Գերմանիայում, օրինակ կար գարեջրի սիրահարների կուսակցություն։ Այդ նույն բանի մեջ է, նույն ոճի մեջ է, դա անլուրջ լուրջ թեմաներին անլուրջ վերաբերվելու փորձ է։ Բոլորին դեմ եմ, օքեյ, լավ, բոլորին դեմ եմ։ Եթե բոլորին դեմ, իրանք պետք է հավաքեն 0 ձայն։ Ինչու՞։ Տենց որտեղ բոլորին դեմ եմ, մարդը ընտրությունների չի գնալու։ Պարոն Սարգսյան, բոլորին դեմ եմ կուսակցության տվյալ դեպքում քարոզարշավը գոնե ինչ-որ ձևով տեսել եք։ Տեսել եմ Թումանյան փողոցի վրա, ինչ-որ կարմիր բանով, SUV-ով։ Շատ սյուր է, շատ տենց կարգախոսը դե գալիս մեկա կարգախոսը, չէ ուղղակի ինչի համար ուշադրություն դարձրեցի, որտեղ բղավում էին, որ եթե բոլորին դեմ եք, կարող կընտրեք մեզ։ Okay։ Այսինքն եթե բոլորին դեմ եք, ուրեմն մեզ էլ դեմ պետք է։ Հա, դե ասենք եթե բոլորին դեմ է, ուրեմն բոլորին դեմ է, եթե բոլորին դեմ է, պետք է գա քեզ ընտրի։ Այսինքն ինքը բոլորին դեմ է, չէ։ Բա դու ես չէ բոլորին դեմ։ Այդ հայտնի
էգզիստենցիալիզմի խնդիրներից է, որ Յումին մի բան երկրպագուի գրել էր, որ ես այնպես եմ ձեր բանը ընդունում, ձեր տեսությունը, ձեր մոտեցումը, ձեր աշխարհայացը, որ ինձանից բացի մենակ ձեզ եմ ճանաչում, ում պատասխանել է, եթե դուք ընդունեիք իմ աշխարհայացը, կհասկանայիք, որ ձեզանից բացի ոչ մեկ չկա։ Դա էգոիզմ, դա մի քիչ բարդական էր, շատ բարդ թեմաներից ֆիլոսոֆիական, բայց ասենք ես արի գնասում կեր արի պիկապի վրա ելույթ ունեցի բանետ այդ սախ բաները, տեսակ Մեծ բարձրախոսներով։ Անետաքրքիր է։ Լավ, նորերից նաև շնորհապետական կուսակցությունն է իդեպ մեկնաբանություններում շատ եմ տեսնում, որ խնդրում են, որպեսզի ես նաև ձեզ հարցնեմ, մյուս մեկնաբաններին եմ հարցնում։ Շնորհապետական կուսակցության մասին ընդհանրապես առավել եւս ոչ մի դրական բան չեմ կարող ասեմ, որովհետեւ այդ կուսակցությունը որպես այդպեսին հիմնադրման ժամանակ Արմենին կանչել էին, Արմենը գնացել էր այդ որպես հյուր հիմնադիր ժողովին, Արմենը վերադարձավ եւ մենք որոշեցինք, որ մենք ոչ միայն ընդհանուր բան չենք ուզում, այլ նաեւ առնչություն, այո, ոչ մի առնչություն չենք ուզում ունենալ դրա հետ։ Այդ պատմությունն է, որ Արմենը շատ բարի էր, ինքը երբեք ուղիղ չէր ասում, տենց ինքը մեջն էր պահում, բայց կուսակցությունը ոչ մի բան չունի։ Ну, в смысле, ես չեմ համակրում ակնհայտորեն ոչ գաղափարներին, ոչ բան չեմ ընդունում։ Եվ ինչ որ վերաբերվում ամենացածին, հավատում եմ Արմենին։ Ես չեմ եղել, որովհետև ես շատ ավելի քրթ եմ այդ տեսանկյունից։ Արմենը եղել է ինչ որ Արմենը գնահատականը տվել է, ինձ այս սենսը բավական է, որպեսզի Դե դա ձեր անձնական դա անձնական չի, կուսակցություն, որի հիմնադիր ժողովի ժամանակ Եվրոպայի անունը չի հնչում, ինձ համար անընդունելի է։ Գոյություն չունի այդ քաղաքական դաշտ այդ կուսակցության համար։ Մի բան է, որ խոսում են, մի բան է, որ իրականություն է։ Գոյություն չունի։ Վերջակետ։ Նույն բաներով Ռոբերտ Քոչարյանն է, ինչ չի որ իմ համար։ Դե շատերն ասում են մենք ազգային խնդիրներ ենք, ազգային հարցեր ենք բարձրացնում, ազգայնական եւ ազգային կուսակցությունների խնդրեմը նրանում է, որ իրանք պետք է մահանային 19-րդ դարի վերջ։ Բացեք ձեր միտքը։ Բաց եմ միտքը։ Ազգայնական եւ ազգային կուսակցությունները դրանք կայսրությունների փլուզման ժամանակահատվածի համար անհրաժեշտ քաղաքական գործիքներ էին, որպիսի ազգային պետություններ ստեղծվեն։ Ազգային պետությունը ստեղծվելուց հետո ազգայնական եւ ազգային կուսակցությունները բերում են շեղումներ դեպի ֆաշիզմ եւ նացիոնալ սոցիալիզմ։ Ծայրահեղացնում եք, բան։ Ես չեմ ծայրահեղացնում, դա իրականությունն է։ Նացիոնալ սոցիալիզմը Գերմանիայում, ֆաշիզմը Իտալիայում, բոլշևիզմը Ռուսաստանում, սիոնիզմը Իսրայելում, դրանք բոլորը լավ հիմքով, այսինքն այն ժամանակ, որ պետականություն չկար կամ պետականության նոր ձև էին ուզում ընտրեին ճիշտ հիմքով մարդկանց համախմբել, որից հետո իշխանության եկած սրիկաները այլևս չէին ուզում իշխանություն թողեին։ Եվ դրա միակ տարբերակը գնալ դեպի ֆաշիզմ, նացիոնալ սոցիալիզմ։ Հիմա որ խիչներս կորցնենք ու սկսենք ուղակի բան անել, կտեսնենք, որ ոչ բոլշևիզմի, ոչ բոլշևիկների, ոչ նացիոնալ սոցիալիստների, ոչ ֆաշիստների, ոչ սիոնիստների, ոչ մեր ազգայնականների ծրագրերը ոչ մի բանով չեն տարբերվում։ Ամեն ինչը մեզ մնացածին օրենք։ Ֆաշիզմ, դասական ֆաշիզմ։ Պարոն Սարգսյան, 19 քաղաքական ուժ են, դուք բոլորի քարոզարշավը տեսել եք, բոլորին ճանաչում եք։ Ինչքան դա հնարավոր է, այդքան ժամանակ չունեմ վատնելու իհարկե։ Ես գիտեմ, քանի որ շատ վաղուց եմ քաղաքականությամբ մանավանդ հետազոտական մասով զբաղվում, ես գիտեմ, որ հիմնական մասը նաև ընդհանուր, ասենք, փորձից եւ մեր պատմությունից այդ 19-ից, ասենք, առնվազն 15-ը դժվար 2%-ի մոտիկ բան հավաքել։ Հիմնականում լինելու է ճանաչված չեն, ծրագրերը պարզ չեն։ Իրանք չկան։ Իրանք կամ պրոքսիներ են, այսինքն ինչ որ մեկի հետ պայմանավորվել են կամ ինչ որ մեկի ինատու ստեղծած կուսակցություններ են, կամ կուսակցություններ են, որոնք ասենք չգիտեմ, այն
ասել եմ, չէ, Արմենիա նոր տարվան որ տոնածառի կողքը տաբուրետ կային դնում, եք որ կանոնը խոսային, այն 5 րոպե, парքի 5 րոպեն։ Парքի 5 րոպեն է, չգիտեմ, իմաստը որն է, որ ասենք մարդիկ տուտուցի պես ասենք նորմալ տուն չունեն 120,000-անոց ավտո են քշում։ Իմաստը դրա որն է։ Ես խոսամ։ Հեռուստացույցով Երևան։ Իդեպ Արմենի անունը մի քանի անգամ արդեն հիշատակեցիք այս օրերին մեր ամբողջ տարելիցն էր 1 տարին էր։ Այո, 1 տարին էր մայիսի 11-ին։ 1 տարին անցել է, բայց Արմենի մասին հաճախ եք եւ դուք եք հիշում։ Որովհետեւ Արմենը միշտ կա, որովհետեւ Արմենը իր ազատագրար բլոգում, եթե ասենք բան կա, եթե ինչ-որ մեկը կյանքի ճիշտը կորցրել է եւ ուզում է իմանա իսկական ազատարար, իսկական ազգայնականը որն է, ազատ դրած է YouTube-ում, բացեք նայեք։ Չեմ ասում նրա համար, որ հիմա ամեն տիպի լնգու լավազ վերցնի ու սկսի կոնսպեկտել, հետո Արմենի խոսքերը ասել, որ բռնեմ, հա, անուն չեք տալիս, բայց տեսել եմ, հա, մի հատ եմ տեսել, ականջները քաշեմ արդեն։ Որովհետև չի կարելի բանանը, չի կարելի ձևը։ Չնայած մարդիկ հասկանում են, որ ձևանում են, այսինքն դու pretend դու ուզում ես քեզ ձևացնես, որ դու այդքան ապրել ես, հասկացել ես ինչքան բանն է։ Այսինքն ուրիշների գաղափարներն ուրիշների գաղափարը գողանալով փորձում են բան անեն, օգտագործեն այդ բանը, քանի որ վարկանիշ ձեռք բերեն, կամ ասենք մի քիչ ընտրազանգված, մի քիչ բան։ Այդ ամբողջ հարցը, բայց ասենք Արմենի մեծությունը շատ երկար դեռ մարդիկ բան չեն անում, ընթացքում են հասկանում։ Օրինակ մեզ մոտ մեր կազմակերպության ներսում նես չի, ես հենց եմ ասում։ Չէ, միշտ հնչում է։ Միշտ ինչ-որ բաներ կան, սենց էիք ասում, սենց այն ձեր բանը երկու։ Դե մենք մի քանի 15-20 հատ բան ունենք, մի ժամ, 1.5 ժամանոց, որ եթեր ենք տվել։ Այդ եթեր ենք տվել, բա կես ժամ մինչև այդ ենք խոսում, մի ժամ դրանից հետո, չէ, այդ ամբողջ մտքերը բան ա եղել։ Ինքը բավականին լուրջ, չեմ ասի ինչ-որ բան, իրա այդ հաղորդումները, ասենք իրանք բան են, հանրագիտարան են, եթե ուզում եք իրոք հասկանաք հայկական քաղաքական դաշտը եւ ընդհանուր առմամբ վերադառնամ, հա, այդ ազգայինական, նկա Արմենը շատ սիրուն ձևակերպում ուներ, ինչ որ մեկին որ տենց ազգայինական խոսում էր, ասում էի, հա, բան, ասում էր, թե ինչ ասեմ, կարող Արմենը 96 թվին, այսինքն ինքը 96-ին, բայց դա ասենք 2021, 23, 24 թիվն է։ Ինչն է ճիշտ ըստ ձեզ։ Ճիշտը Ինչի հետևից պետք է գնա ներողություն։ Ճիշտը ցուլն է։ В смысле, ոչ մեկ ոչ բան հետևից չպետք է գնա։ Քանի հասարակության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր բջիջ չի ձևակերպել իր սեփական մոտեցումը, իր սեփական ապագայի նկատմամբ, այդ ինչքան էլ մենք ճիշտ ասենք, փաթաթենք մարդկանց, ինչի աշխատի։ Սաղ կգնա այլասերվածության։ Մինչև հիմա մարդիկ ասում են ում ընտրենք։ Այսինքն հետխորհրդային տարածքներում բոլշևիկյան սկզբունքն է։ Մարդիկ ման են գալիս խարիզմատիկ առաջնորդ, որ գնան հետևից։ Նրանք չեն գնում գաղափարի հետևից։ Սա ամենավտանգավորն է, դրա համար ստեղծվում են Պուտիններ, Օրբաններ, բան սենց, շեղումներ, խայտարակ ձախից մինչև խայտարակ աջ, որովհետև մարդը անձը հենց ոչ թե տենց homo sapiens, այլ անձը ձևակերպված ման, ինքը չունի սեփական մոտեցումը նրա մասին, թե ինքը ինչ է ուզում։ Ինքը ինչ որ հարցնում ես, կարճաժամկետ բան է ուզում, ասենք չգիտեմ, 200,000 լինի տանը վարկս փագի։ Բա հետո Փաշինյանն ասում է խաղաղություն, ես եմ խաղաղությունը։ Փաշինյանը ասում է խաղաղություն եւ փորձում է այդ ամեն ինչում համոզել իր ընտրազանգվածին։ Ինքը փորձում է համոզել, որ իր ընտրազանգվածի ցանկությունը դա խաղաղությունն է։ Սա տրամաբանական է իր կուսակցության տեսանկյունից, իր կուսակցության երկրպագուների համար, համակիրների համար իրոք դա այդպես է կարող։ Բայց ուրիշ հարց կա։ Այդ մոտեցումը չի աշխատում հասարակության վրա։ Դա ավտոմատ կերպով կտրում է իր էլեկտորալ հենքը, որի վրա որ ինքը կարա որպես այդպիսին հույս ունենա ընտրությունների ժամանակ։ Հետևաբար պետք է ինչ-որ մի կերպ այդ հենքը նաև աշխատացնել,
կողքից հախուրն բաներ ստեղծում, ճանապարհ սարքել, մանկապարտեզաբան, այդ ամբողջը այն իր հիմնական գաղափարին կից է, բայց քանի որ մտածված չի, տրամաբանական չի, հարմոնիկ չի, դու հասկանում ես, որ մի բան այն չի տեղ։ Խաղաղությունը իրան անհրաժեշտ է, անշուշտ, այդ իր ընտրազանգվածն է, բայց իր ընտրազանգվածը փոքր է։ Բոլոր մնացածի համար այն որ դու ստեղծեցիր խաղաղություն, դա նորմալ է, լավ է։ Բայց դրանով պրծանք, անցանք, գնացինք։ Ես հասկանում եմ ԿՊ-ի ցանկությունը այդ խաղաղություն ստեղծելու վրա մեծ վարկանիշ բանանել, բայց դա իրանց կողմից լուրջ բացթողում է, հիշեցնեմ, որ ասենք Ուինստոն Չերչիլը երկրորդ համաշխարհայինում ջախջախեց Գերմանիային, որովհետև միակը ով ամենասկզբից եւ մինչև վերջ կարեմ է Ուինստոն Չերչիլն եւ բրիտանական կայսրությունը, բայց պատերազմը ավարտվելուց ասենք մի ամիս հետո փոխին մարտիկ իրան, կուսակցությունը պարտվեց ընտրություններում, եւ դա չի նշանակում որ բրիտանացի երջանիկ չէին հաղթանակով կամ շնորհակալ չէին, բայց ուղղակի վերջ հասկացանք։ Հիմա մեզ լսողները կասեն Կարեն Սարգսյանը մեզ ավելի խճճեց, առանց դրան դժվարանում են կողմնորոշվել, թե ում ընտրենք, ինչի համար, ում ընտրենք, ինչի համար այդ քաղաքական ուժին ընտրենք։ Որ իրանք մեզ չլսեցին, որովհետև ես ասում եմ, դուք ընտրում եք ըստ ձեր ցանկության, դուք ինչ եք ուզում։ Կարեն Սարգսյանը կարող ասի իր կարծիքը, որը կարող եք հաշվի առնել։ Ես բան չեմ։ Չէ, ես չեմ ասում ում ընտրեն, դուք ասեք ում ընտրեն։ Չէ, ես նույնիսկ դրա իրավունք ունեք տալու տենց հարց։ Բայց չեմ տալու։ Հա, խնդիրը դա չէ։ Իրավունք ունեմ նաև չտալու։ Հա, իրավունք ունեք նաև չտալու, դա շատ կարևոր է, ուղղակի ինչ էի ասում, մարդը անձը իր համար պետք է հասկանա ինքը ինչ է տեսնում։ Դու նախ եւ առաջ պետք է հասկանալ այս 5 տարին լինելու են քաղաքական ուժը, որը բանը։ Ինձ համար դա ակնհայտ է, որ ասենք ես միակ բանը որ չեմ ուզենա երբեք չեմ ուզենա քաղաքացիական պատերազմ, իսկ եթե ստեղ հաղթեց ռուսական ուժ, ստեղ լինելու է քաղաքացիական պատերազմ, վերջակետ, չի լինելու, ոչ մեկ ստեղ ռուսամետներից չի մարսելու, իրանք սկսելու են հիմարություններ անել, ժողովուրդը ոտի կանգնի, իրանք ինչպես միշտ զենք են կիրառելու, բայց հիմա արդեն ժամանակները փոխվել են, կուրկուրի դարձած մարդ չկա, իրանք մամաները լացացնելու են ստեղ, բաներից, լապտերից կախեն, սաղին, Հայաստանը տենց պարզվի, որ վիշապների դարից առանձնապես չի դուրս եկել, բայց գոնե տենց ռուսներից կպրծնենք։ Հարցը ընդհանրապես սրա մասին է, որ ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում ռուսական ուժ պետքա չլինի։ Սա չի քննարկվում ինձ համար։ Լինի դա քաղաքական, տնտեսական եւ այլն եւ այլն։ Սա վերջակետ։ Տակը ինչ է մնում։ Այդ տակը բան չի մնում։ Ինչ անես։ Հիմա տակը մնում է Նիկոլ Փաշինյանի ինչա կպեն։ Վերջ։ Քաղաքացիական պայմանագիր։ Կարելի է ընտրել, ասենք, կուսակցություններ, որոնք քիչ թե շատ հայտնի է, որ հակառուսական են։ Կան այդպես կուսակցությունների մեջները, չգիտեմ, Զավենիչի կուսակցությունն է, բանն է, ասենք, ըստ ցանկության մարդը կարա գնա որոշի։ Ես իմ համար էլ չեմ որոշեմ, 90%-ով չեմ գնալու ընտրությունների։ Որովհետև չեմ համարում ինձ, ես անցած ծրագրում էլ ասի, հիմա էլ եմ ասում, դու որ գնում ես ընտրություն ես անում, կամ չես անում, դու պատասխանատվություն ես կրում քո անելու կամ չանելու համար։ Այս պահին ես չեմ տեսնում, որ իրավիճակը կրիտիկական է, դրա համար նախընտրում եմ իմ նեղ անձնական տեսանկյունից ոչ մեկին չլեգիտիմացնել։ Ես երբեք 18 թվականից սկսած ԿՊ-ին ձայն չեմ տվել, հիմա էլ չեմ պատրաստվում ձայն տալ։ Լավ, Ռուսաստանի գործոնը ուրեմն այդ դեպքում դիտարկենք։ Ռուսաստանը փորձում է տապալել Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը, պետականությունը։ Այսինքն ստեղ կասկած չկա, որ ինքը պետականության ոչնչացման վրա է գնում եւ ցանկացած ուժ, ով չի կարողանում Ռուսաստանից բրծնի կամ չի կարողանում այն անգամ ասցի, չեմ ուզում կրկնեմ, տենց ինչ-որ մարդկանց մոտ բան չլինի, էլի, ասենք, չստեղծի տպավորություն, որ ես տենց էմոցիոնալ եմ, չէ, բայց այն, որ Ռուսաստան չի կարողանում ուղարկի գրողի ծոցը, տնտեսական, բանկային, քաղաքական, ինքը չպետք է, ասենք, Հայաստանը տենց հալած յուղի պես կարողանա մարսի, չկա տենց։ Ռուսական ուժերը Հայաստանում, դա Հայաստանի ոչնչացման պրոքսիներն են, դա վերջակետ։
Իսկ այդ սրացումը Լավրովն էլ է ասել Հայաստանի հետ սերտ եւ դաշնակցային են մեր հարաբերությունները, բայց բարդ հաշվի առնելով, որ Եվրամիությունը փորձում է Հայաստանը ներքաշել իր ուղեծրի մեջ։ Սա ամենամեղմ ձևակերպումներ վերջի երկու շաբաթվա որովհետեւ իրանք հասկանում են, որ եթե նման ձևակերպումներ չանեն, Փաշինյանը կկորցնի ռացիոնալ ռուսամետների ձայնը, որտեվ իրանք միևնույնն է, ոչ մի չի փոխվել, թե Փաշինյանը, թե այդ բաները ռուսական ուժերը եռագլուխը, ոնց որ ինքն ասում, իրականում քառագլուխ է, իրանք բոլորը այդ 32-ից 34%-ի համար են պայքարում։ Փաշինյանը կարող էր Հայաստան ԵՄ վեաժողովի ժամանակ ինչ-որ քայլեր անել, որոնք կձևակերպվեին որպես Եվրոասոցիացիոն փաստաթղթի տրամադրում, դա չեղավ, որ բավականին դժվար է հիմա, Եվրոպամետ ընտրողների ձայների համար ինքը պետք է պայքարի, բայց հələ որ չի պայքարում, հələ որ այդ բանը չկա։ Այսինքն այդ աբսենտիզմը, այսինքն մարդիկ ովքեր եվրոպական ուղին են ուզում, իհարկե մի մասը կգնա Փաշինյանի ձայն կտա, բայց հիմնական մասը կմնա բանի մեջ, նեյտրալ։ Բարի, Սի Ցզինպինը եւ Թրամփը հանդիպում են, աշխարհը հետևում է, շատերն ասում են դրանից կախված է թե համաշխարհային քաղաքականությունը այդ հանդիպումից հետո ինչ փոփոխություններ կգրի։ Համաձայն եք ձևակերպման հետ, թե ոչ, եւ ընդհանրապես ինչպես եք գնահատում այդ հանդիպման փաստը։ Բուն փաստը դեռ արդյունքներ չունենք։ Ինչու է Թրամփը գնացել Չինաստան։ Դե իրանք որպես տնտեսություններ շատ լուրջ փոխկապակցված են եւ չինական գումարներ կան բավականին մեծ ամերիկյան ֆոնդային բորսայում, Չինաստանը Ամերիկայի արտաքին պարտքի զգալի մասի դերն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորատիվ սեկտորը բավականին լուրջ ներդրումներ ունի Չինաստանում, իրանք փոխկապակցված են, կասկած չկա։ Երկու տեղն էլ ճգնաժամը, թե Չինաստանում եւ թե ԱՄՆ-ում, եւ այս տարիֆների պատերազմը եւ բանի Թրամփի այս կոմենկոմ թպրտալը Որմուզ փագեն բացեն, բացիկ պակիկ բան սենց կրկին փորձենք։ Հա, նորից փորձենք, արի մի հատ փագենք, հետո չի արի բան անենք, արի 2 միլիոն թող տան, չէ, 2 միլիոն թող դե տան, 2 միլիոն ինձ տան։ Դիշովկա բաներ ան, դե չվերադառնանք դրան։ Ինչքան էլ դա տարօրինական չի, ես գիտեմ որ մարդիկ բան են, բայց երևի թե էս արդեն վերջի իրադարձությունները ցույց տվեցին, որ ֆրանսիական նավերը բարձրանում են հայկական լեռներ, այսինքն ես միշտ ճիշտ եմ ժամանակի հարցը, հիմա կարողա ձեզ դուր չի գալի։ Այսօրվա դրությամբ որպես կարգախոս պետք է վերցնել Կարնի խոսքերը, որ ինքը Երևանում ասեց Կանադայի վարչապետը։ Նոր աշխարհակարգը դուրս է գալու Եվրոպայից եւ դա եվրոպական աշխարհակարգ։ Այնպես որ այդ գերտերությունները միջնադարյան կայսրությունների ամբիցիաներով իրանք ոչնչանում են ու դա պահանջ է դա ասենք որ երրորդ երևի 5-րդ թե 6-րդ տեխնոլոգիական հեղափոխությունն է կամ sense անցումը այս արհեստական բանականություն կվանտային հաշվարկներ բան այս ամեն ինչի մեջ եկեք արի հողը տուտեմ մի հատ արի մի հատ դու sense արա արի մի հատ կարմիր կովաճացնենք մի հատ չգիտեմ ինչ-որ մատուր սարքենք եսին որտեղ էս սրտեն մեռած է այս բրծածա չկա էլ տենց բան։ Պարոն Սարգսյան, ճիշտ եմ հասկանում, եթե ոչ, դե ասում եք ոչ, որ այժմ բոլորը ինչու են հետևում, որպեսզի կողմնորոշվեն Չինաստանի հետ կառուցեն իրենց հարաբերությունները, թե Միացյալ Նահանգների, թե երկու կենտրոն է ձևավորվում, չկա այլևս Միացյալ Նահանգների մենաշնորհությունը, այո դուք կասեք այո երկու կենտրոնի մասին է հիմա խոսքը երկուսն են կենտրոնները թե այնուամենայնիվ մեկը եւ դուք էլ ասում եք Եվրամիություն կա Եվրոպա կա այսինքն երրորդ կենտրոնը կա այսինքն երավոտ է այդ բևեռը Նիկոլ ոնց որ ասում է երագլուխը հիմա այդ աշխարհակարգի
եւ քաղաքակրթության ոչնչացման դևը երրագլուխը այդ Պուտինն, Տրամպը ու Սի Ցզինպինը։ Պուտինը, Տրամպը եւ Սի Ցզինպինը նրանք տարբեր գլուխներ են։ Այո, իրանք նույն բանի մեջ են, բայց նույն դրա մեջ են խաղում։ Ես միշտ տենց բանով փորձում էի, նույնիսկ երբ որ դասավանդում էի, փորձում էի ուսանողներից գերբարդ խնդիրները, որոնք շատ էմոցիոնալ բան կա, առաջարկեի, որ իրանք վերլուծեն գրքերով, շատ հաճախ կամ ինչ-որ ստեղծագործություններով ավելի լայն, կհիշենք, գիրք էի տալի կարդալը, որ իրանք մշտկին, ասենք իմ ուսանողները միակն էին ամբողջ երևի այդ տարվա համալսարանում, որ բանը եղիշ էին կարդաց, Վարդանանց պատերազմը, որտեղ հարց էի տվել, որտեղ այնտեղ կրիտիկական էր, որ հասկան քանի հոգի է մահացել եւ ինչ նշանակություն ունի։ Ստիպում էի գրոսնացեցը նայեն, The Godfather-ը, ուղղակի ու վերլուծեն, ինչ որից հետո։ Այս ամբողջ բան ստիպում էի, որ խնդիր ես տալ։ Առարկան կոչվում է քանակական եւ որակական կոչվում էր, քանակական եւ որակական տվյալների հավաքագրում, վերլուծություն եւ մշակում։ Այսինքն այդ առարկայի շրջանակներում իրանք վերցնում են ստեղծագործությունը եւ հիմա որպեսզի հասկանաք աշխարհում ինչ է կատարվում, վերցնում եք Տոլկինը, կարակ Սիլմարիլոնը վերցնեք, կարակ Եռահատորը վերցնեք, հա, The Fellowship of the Ring վերցնում եք ու հասկանում եք ինչ է կատարվում, որովհետև երբ որ Տոլկինը ստեղծում էր այդ գիրքը, ինքը այդ ամբողջ բանը մշակել է։ Հիմա շատ նման է 20-րդ դարի սկզբին։ Այսինքն ինքը չի կրկնվում, ինքը իհարկե սպիրալով է, ինքը բաներ է, բայց մոդելներն է նույն, այս բումերներն են, հասկանում եք, այդ 50-ականներին ծնված կոմպլեքսավորված Տրամպը, Պուտինը, Սին, որոնք, ասենք, Սին խախտեց հիմնական կանոնը Չինաստանի, որ ոչ մի ղեկավար երկու անգամից ավելի չի նստում, իսկ դրա վրա բռնվում էր այդ բանը, Դեն Սյաոպինի ռեֆորմները զրոյացրեց, որի պատճառով հիմա ստեղծվել է այս մեռած քաղաքները անապատներում բան, որտեղ դա կոռուպցիոն գործարքներ էին եւ այլն, Պուտինը նայեք, Տրամպը նայեք, Էփշտեյնին կղզում մանկապարտությունը քողարկող Տրամպը ինձ համար նողկալի է, զզվելի է ուղղակի։ Սի Ցզինպինի այդ կադրը, որ վերականում ինքը բացում նայում անդեր, ինչա գրած, դիշովկա։ Ասենք ինչի մասին է խոսքը, լրագրողները մի պահ են կարողացել արձանագրել տեսանյութ է, որտեղ Սի Ցզինպինը ընդհանուր սեղանի մոտից հեռանում է եւ Թրամփը բացում է գիրքը։ Ճիշտ ասած, ես դեռ գիրքը չի, դա բանն է, գրառումների համար, այո, թղթապանակը, ճիշտ ասած, այս դարում, երբ որ տեսանյութերն են կարող ֆեյք լինել, պետք է ճշտել մի քանի տեղ ստուգել։ Հա, բայց ինքը ծիծաղալու հասկանում եք, ինքը եկել է, ոչ մեկ չի զարմանում։ Բացում նայում է եւ փակում է։ Ինչի մասին է դա վկայում, դա չհետաքրքիր, չէ, ուզում էի պարզապես ասել, որ եթերից առաջ դա տեսանք, շատ նոր էր այդ նյութը, դեռ չեմ հասցրել բնագիրը տեսնել։ Եկեք ես ասեմ ինչի է սա կարևոր է իմ մասն է։ Համարենք, որ եղել է, հա։ Չէ, տեսեք, ոչ մեկ ում հետ խոսեց, ոչ մեկ չի զարմացել։ Ոչ մեկ չի ասել սա հնարավոր չի։ Այսինքն Տրամպի ոնց որ ասեց ապրածը ոնց է ինքը հանդես գալիս։ Տեղ չի թողում ասել, որ չէ, սա ֆեյք է։ Կարա լինի։ Ոչ է կարող, շատ հավանական է։ Այսինքն անվստահություն։ Անվստահություն չի, վստահաբար գիտեն, որ ինքը տենց է։ Ինքը այդպես։ Չէ, Թրամփի անվստահությունն է ցույց տալիս։ Հա, Տրամպը չէ, Տրամպը ասենք, հա, ես չգիտեմ ինչ է։ Եթե նա Սի Ցզինպինի ինքը թույլ է, ինքը տապանակն է բացում։ Թույլ է, վախկոտ է, ապուշ է։ Դա ուրեմն ինչ եք ասում։ Ասում եք եռագլուխ, նշանակում է արդյոք մի դաշտում են գործում Սի Ցզինպինը։ Իրանք տարբեր են ամեն դեպքում։ Սի Ցզինպինը եւ Պուտինը։ Սի Ցզինպինի տեսանկյունից դա չինական մտածելակերպի եւ մշակույթի առանձնահատկությունն է։ Ինքը այդ չունի զավթելու բան, հա, ինքը մենակ իր Թայվանի համար է պայքարում։ Իր համար այդ նախկին աշխարհակարգը, որ եվրոպական բաները ոնց որ Չինաստանից վեր էին եւ կարողացել էին ուժով ստեղծել, որ այդպիսի մի իրավիճակ որ լինի։ Եկեք չմոռանանք, որ ընդհանրապես Դեն Սյաոպինի ժամանակ Չինաստանը մակում ձայն ստացավ, մինչեւ այդ Թայվանն էր կնա։
Թայվանն էր քվեարկում եւ Թայվանն էր Չինաստանը։ Այսինքն իր համար է դա ինչ-որ sense բան վիճակ է էլի, ինչ-որ կոմպլեքսային վիճակ է։ Ինքը փորձում է այդ ամեն ինչ անի, բայց իր համար դա ասենք իդեա ֆիքս է։ Sense ինչ-որ այդտենց ինքը ֆիքսվել է դրա վրա։ Մյուս կողմից ասենք Չինաստանի ներկայությունը աֆրիկական երկրներում, Կենտրոնական Ասիայում մեծ հաշվով, Լատինական Ամերիկայում ինքը մեդալի երկու կողմ ունի։ Չինաստանը շատ մեծ գումարներ է ծախսում, ակնկալելով որ դրա դիմաց կստանա ինչ-որ լավ արդյունք, բայց մենք դա տեսել ենք, մենք ասած Սովետական միությունը, որ Անգոլայում, Մոզամբիկում, Ալժիրում տենց ինչ-որ բոլոր երկրներում անվերջ ներդրումներ էր անում, մինչև հիմա այդ պարտքերը ներում են, մինչև այդ բան են անում, բայց ոչ մի արդյունք չստացվեց։ Հիմա օրինակ Չինաստանը ասում է, որ չգիտեմ, ընդունենք ինչ-որ մի աֆրիկյան երկիր, ես ներդրում եմ արել 12 միլիարդ դոլարի կամ 12 միլիարդ յուանի էական չի։ Դուք մեզ պարտքեք, մենք ձեր սաղ հանքերը կվերցնենք, կմշակենք, հանքերը կտանենք։ Okay, տար, որ ամբողջ տնտեսությունը համաշխարհային դանգնում է, ինչ է անում։ Չինաստանը վերցնում է, տանում է, մշակում է, դնում է իր պահեստները։ Լավ, ասենք թե։ Բայց տեխնոլոգիաները զարգանում են։ Եվ այն, որ ինքը ունի, ասենք, չգիտեմ, պահեստներում լիքը տենց նյութ, ոչ մի կերպ չի ազդում նրա վրա, որ զարգացած տեխնոլոգիայի պարագայում, ասենք, Կանադայում, որտեղ այդ հանքերը այդքան հարուստ չեն, ասենք, ոչ թե տոննայից 15 գրամա դուրս գալիս, այլ 7, Կանադան ավելի արդյունավետ չի մշակի ու ավելի լավ որակի չի ստանա, որովհետև միևնույնն է, այդ ձուլարանների, այդ քիմիական գործընթացների, այդ ամեն ինչի պատենտները եւ տեխնոլոգիական բաները Եվրոպայի մոտ է։ Այսինքն դու կարաս շատ հավաքես, բայց այդ նմանա բանի, այս մոդելը Չինաստանը այդքան ագրեսիվ չէ, այդքան թունավոր չէ աշխարհի համար։ Տրամպը եւ Պուտինը ագրեսիվ են եւ թունավոր։ Եվ եթե Սի Ցզինպինը ենթարկվում է չինական մշակույթին, ապա Տրամպը եւ Պուտինը փորձում են ստեղծել մշակույթ, նոր մշակույթ իրենց երկրների համար։ Իրանք ունեն անբարոյական կոմպլեքս, այսինքն բարդույթ։ Իրանք իրոք բարդույթ ունեն։ Իրանք հասկանում են, որ ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան պատմությունով, մարդկության մեջ պատմությունով անցած բաներով ոչ մեկ են, չկան։ Պայմանական Գանան կամ Սենեգալը շատ ավելի հարուստ ու երկար պատմություն ունի, քան Ամերիկան եւ Ռուսաստանը։ Ու այդ կոմպլեքսը արտահայտվում է նրանով, որ իրանք ինչ-որ հիմա Տրամպը մեկ-մեկ ասում է, ես պետքա Գրենլանդը վերցնեմ, որովհետև հակառակ դեպքում այդտեղ կգա Ռուսաստանը, ես Ռուսաստանի հետ հարևան չեմ ուզում լինել։ Այն ամերիկյան կոմիկները բերան արդեն բացատրելով, հոպար, Ալյասկան Ռուսաստանից երևում է, Անտե 25 կիլոմետր է քո տարբերությունը։ Դու արդեն Ռուսաստանի հետ հարևան ես, չես հիմարություններ դուրս տալիս։ Ինչ կապ ունի Գրենլանդիայի միջև։ Իսկ Գրենլանդիան իրան ուրիշ բան է համար պետք։ Գրենլանդիան իրան պետք է, որ ինքը կտրի Եվրոպան Կանադայից, որտեվ ինքը որպես դասական սիոնիստ Եվրոպայի թշնամին է։ Ինքը ուղղակի Եվրոպայի թշնամին է, Պուտինն էլ է Եվրոպայի թշնամին, այ այս դաշտում է, որ Սի Ցզինպինը իրանց հետ չի եւ կարա տելադրի, որտեղ Սի Ցզինպինը Եվրոպայի թշնամին չի, Սի Ցզինպինը Թայվանն է ուզում։ Սա նկարագրեցիք եւ Եվրոպայի տեղը այդ դեպքում, Եվրոպայի տեղը ինչպես միշտ ամենակենտրոնում, ամենակիզակետ, ամեն ինչ ընդդեմ։ Ես հասկանում եմ մարդկանց մեկ-մեկ բան, մանավանդ պատմություն չիմացող, քարտեզ չունեցող, բան տենց մարդկանց մոտ թվում է, որ ասենք այդ բան, ժողովուրդ, մի հատ ուշքի եկեք էլի, մի հատ տեսեք, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որի վրա 24 ժամ արև է։ Մի հատ տեսեք Նիդերլանդները, որ այսքան երկիրներ մինչև հիմա թելադրում են։ Ամենակարևոր ոլորտում, արհեստական բանականության, միկրոչիպերի ստեղծման ոլորտում։ Մենակ այդ մինչև հիմա Բրիտանիան հադեպարզ ասած սա գիտեն նավթը չի։ Գերմանիան մինչև հիմա լավագույն զենքն է արտադրում։ Գերմանիայի համար 3 տարի տևեց։ Դուք պետք է հասկանաք 45 թվականից ամեն ինչ արվել էր, որ Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը ոչնչացվի։ Տևեց 3 տարի մինչև դարձան աշխարհի առաջատարը։ Նայեք Լեհաստանը,
Լեհաստանը Հայաստանի բախտին արժանացել 3 անգամ են ոնց որ Հայաստանն էին Կիսե Բյուզանդյանն ու Պարսկաստանը, այդտենց 3 անգամ Լեհաստանն են ճղե մեջտեղից տարբեր կայսրություններ, հա, վերականգնվել են բան, այսօրվա դրությամբ Եվրոպայի առաջի բան, ու չէ, Եվրոպայի առաջի բանակը Թուրքիան չի։ Ոչ է ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է Թուրքիան։ Ընդհանրապես ոչ։ Այնտեղ կա Ֆրանսիա, այնտեղ կա Հունաստան, այնտեղ ամենակարևորը կա Լեհաստան։ Եվ եթե մենք խոսում ենք Ուկրաինայի մասին, այո, իհարկե Ուկրաինան, բայց դե Ուկրաինան հələ ՆԱՏՕ-ի անդամ չի, դրա համար չենք կարող այդպես իրավաբանորեն ասել, հա, Ուկրաինայի բանակը բավարար է, որպեսզի Եվրոպայի լայնածավալ օգնությամբ եւ օժանդակությամբ ինքը Ռուսաստանի դեմ պայքարի, բայց Ռուսաստանը կոտրվեց Ուկրաինայում։ Եթե Լեհաստանը որոշեց, որ ժամանակն ու ինքը մտնում է, հիշեցնեմ ձեզ ռուսական պատմությունում եղել է այդպես ժամանակահատված, որը երևի թե կհիշեն Իվան Վասիլիչ Մինյայիդ պրոֆեսիո ֆիլմից Смутное время, Борискуна царство, Борис Годунов։ Հա, խառը ժամանակ ունի։ Այդ լեհերը, այդ որ Լժեդմիտրի Պերվի, Վտարոյ, Տրեցի, Մարինկը, Մնիշեկ, բան, այդ սաղ ժամանակահատվածում լեհերը Ռուսաստանում անում էին ինչ ուզում էին։ Ինչ ուզում էին, բերում էին թագավորին նստացնում, հետո հետ էին անում այդ թագավորին, թագավորի կնգալ էին, տանում մի հատ ուրիշի հետ պսակում այդ ուրիշին էին բերում նստացնում, այսինքն նենց չի, որ Ռուսաստանը վայմի գիտես ամրոցը, չէ, Սմոլենսկից Մոսկվա ավելի քիչ է տարածքը, քան Բրեստից Սմոլենսկ ժողովուրդ։ Ինչով եք բացատրում Լավրովի այդ հայտարարությունը այսօր էլի արել, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հարաբերություններով ոգին միշտ բարեկամական է, ընկերական, փոխադարձ հարգանքով, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ եւ դրա հետ մեկտեղ մենք հիշում ենք եվրոպացիների հետ կապված, Եվրոպայի հասցեին ինչ է ասում դե իրանք Ռուսաստանը, որովհետեւ իրանք համատեղ պայքար են վարում, այդ անկորիջը Եվրոպայի դեմ չէ, դա Ուկրաինայի դեմ չէ։ Իրենք Եվրոպայի դեմ են պայքարում, դրա համար իրենք խնդրեմ չունեն, իրենք բոլորը Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Տրամպի ադմինիստրացիան եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգները կապ չունեն Տրամպի հետ, որ Տրամպը այսօրվա դրությամբ ունի երևի թե պատմության մեջ արդեն էսա ռեկորդը կխփի ամենացածր վարկանիշը որպես նախագահ, ինքը օկուպանտ է։ Ինքը սիոնիստ է։ Ոնց պատկերացնեք Տրամպը Ամերիկայում, դա ոնց որ սիոնիստական բանակը արևմտյան ափում։ Եկեք գրավել են չեն դուրս գալ։ Այսինքն խիղճ ունեցող, արժանապատվություն ունեցող մարդը հրաժարական կտարես պայմաններում։ Վերադառնանք Եվրոպայի հանդեպ վերաբերմունքին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների տվյալ դեպքում իդեպ այո Միացյալ Նահանգների նախագահների Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների ոգին է ուրեմն դե շատ քիչ ժամանակ է իրանց մնացել տեսեք եթե մի թերմը Տրամպը չզավթեց, այսինքն եթե չգնաց տոտալիտարիզմի ֆուլ կասեցնելով ընտրությունները կամ գրավելով ընտրատարածքները եւ այլն, ինքը մի թերմում կորցնում է կոնգրեսը, արդեն խոսում են նրա մասին, որ կարող է սենատում ընդամենը 1 ձայնի առավելություն ունենա, այսինքն կարող է դա էլ չունենա։ 50-50-ի դեպքում ինքը կունենա Վենս, որը քվեարկի, բայց դեսն կարող է դա էլ չբավարար, ինքը նա էլ կորցնի։ Իսկ դա ավտոմատ կերպով նշանակում է, որ այդ սիրավեպը կավարտվի երկար ու ձիգ ձգվող սիրավեպը։ Ես չգիտեմ այդտեղ Մամանովա, Պապանովա, բայց այդ երկու բաների սիրավեպը կարող է ավարտվի, որովհետև եթե ել եմ ասում, եթե Տրամպը, եթե մեր բախտը բերի, Տրամպը չգողանա ընտրությունների արդյունքները, այսինքն չանցնի տոտալիտար դաշտ ամբողջությամբ Պուտինի պես, իրան կջնջեն պատմությունից ու գումար չի ստանա, այս որ շտդաուններ կան, որ ինքը կարողանում է հանրապետականի միջոցով ինչ-որ բաներ բերել, ուղղակի կոնգրեսը փող չի տա, սենատն էլ բան կան։ Հասկանում եք, պրոբլեմ կա ահռելի, ելնելով սիոնիստական շահերից, Տրամպը չի պահում, ասել եմ սրա մասին, դեսպաններ չունի տարածաշրջանում, մեկ Հայաստանը։
Բայց մենակ Հայաստանը չի, որ ասի մենակ Հայաստանն է, կասենք լավ դե ոնց որ Նիկոլա Պուտինին ատենց ջղայնացրել, այլ Թրամփին է ջղայնացրել, բայց ոնց որ չէ, մենակ փշի անում։ Չէ, ամբողջ տարածաշրջանում դա ավտոմատ կերպով նշանակում որ Ամերիկան դուրս է եկել այդ խաղից։ Ինքը չի դիտարկում այդ ամեն ինչ, ինքը կարիքը չունի դրա։ Չի կարա կոռումպացված տնտեսան, որը բանի Էփշտեյնի ֆայլերում հանդիպում է աներոջից ոչ պակաս, եւ շատ ավելի կոռումպացված գոլֆիկի ընկերը, որը ինչ-որ տներ է ես իմում ծախ է ռուսական օլիգարխներին, չեն կարա իրանք ամերիկան դիվանագիտությունը տանեն։ Ռուբիոն մեղք է։ Ինքը այս ժամկետից հետո իրան պետք է ուղարկել Կարիբյան կղզիներ, որ հանգստանա, օրինակ Կուբա։ Այնտեղ իրան ոչ մի ամերիկացի չի գտնի, բայց ասենք դուք հասկանում եք, չէ՞ աբսուրդ է ինչ վիճակ։ Հիմա այս պատմության մեջ դուք ուզում եք ասեք, որ Թրամփը լրջորեն ինչ-որ բան է քննարկում, չէ, իրան պրոստը պետք է փրկվել։ Ուղղակի փրկվել, որտեղ գիտի իր վարկանիշը 0 է։ Նա արդյունքների կարիք ունի փրկվելու համար արդյունքներ են պետք։ Դե տեսեք, չէ, ոչ թե օրենական փրկվել, ընտրություններ, ինքը երբեք դա չի փրկվի։ Հասկանում եք, իր մոտ կար շանս։ Ասելով ուրեմն ինչ նկատի ունեք։ Ընտանիքին փրկել, որ փողերը, որը ինքը հիմա աշխատում է այս կոնֆլիկտները, ինքը վատ չի, իր տղեկը լավ է դզված են տարբեր գնահատականներով, ասենք միլիարդներ են իրանք բռնում ամեն մի թվիտի վրա, որտեղ ամերիկան հասարակությունը սովոր չի, որ նախագահան կարա լինի դեգեներատ։ Ասենք Հայաստանում է, որ եթե նախագահան մի բան ասի, կզանգենք իրար, կստուգենք, կասենք սա ապուշ է, ինչ է, ինչ։ Ամերիկայում իրոք հավատում էին, որ խաղաղություն կա, հետո խաղաղություն չկա։ Այդ ամեն մի խաղաղություն կա չկա, ասենք Standard & Poor's-ը այդ բանը կամ NASDAQ-ը ասենք տանում բերում էր, չէ՞, 3, 4, 5%։ Այդ ամեն 3, 4, 5%-ը միլիարդներ է։ Բացայտել էին, չէ՞, որ ասենք ինչ-որ իր հայտարարությունից 15 րոպե առաջ տարօրինակ ակտիվություն ա եղել, բան, բացայտել էին, քթել էին, բացեի բաց Մորգան Ստենլեի բաներ ասում, գիտենք, ապա նու ասում գիտենք, դատարանի համար հայտարարությունը արվում է այն բանի համար, որ չէ, մինչև հայտարարությունը գնում են կամ վաճառում են նավթի մեջ ֆյուչերսների մեջ ստոկեր, հետո լինում է հայտարարություն շուկան համապատասխանաբար կանխատեսելիորեն տենց արձագանքում է, այնա Մորգան Ստենլեի ներկայացուցիչները ասացին, գիտենք, դատարանի համար բավարար ապացույց չունենք, բայց հաստատ կարամ ասեմ, որ իր տղեկն են ու ինքն է, իր ընտանիքն է։ Այսինքն էդ է Թրամփը։ Իրան պետք է սա փրկել։ Ինքը թքած ունի Ամերիկայի վրա։ Թքած, ինչպես դասական բան, ասենք ինձ տեսնում են Նետանյախուի վեճն է, Իսրայելում մարդիկ կենթանի մոտ կմնան թե չէ։ Ընդհանրապես վեճը չի։ Բիբի Միլեյկովսկին մեկը Աշդոդի բնակիչները կմեռնեն հաջորդ Գազայի այդ ավազակների մտնելուց, թե չեն մեռնի։ Թքած ունի ինքը դրա վրա։ Ինքը ուզում է պատմության գրքի մեջ գրվի ու վերջ, նույն բանը Պուտինն է։ 1 միլիոն ապացուցված զոհ է տվել։ Հասկանում եք, սրանք բան են, շուտ ցուցանիշներ են, որից դեմ խոսալն անիմաստ է ուղղակի։ Այս մարդիկ ունեն խնդրեմ, այդ խնդրեմը բարոյականության մեջ է։ Իրանք փորձում են վերականգնել այն ժամանակը, որը իրանց գրքերով եւ երազանքներով կոչվում է ռեալ պոլիտիկ։ Ես մի քանի անգամ լսել եմ, մեր մոտ էլ քաղաքական փորձագետ ու փորձանկագետ ու գործիչներ մեկ-մեկ դե ռեալ պոլիտիկը դրա մասին չի։ Ռեալ պոլիտիկը նրա մասին է, որ դու ունես արժեքային ողնաշար եւ քո բոլոր գործողությունները հողի վրա են արվում։ Դու տենց ինչ-որ իդեալիստական բաներ չես անում, եկեք ցիտիկ նկարենք ու հավատանք, ասենք որ խաղաղություն է, որ բոլորը հավատան, որ խաղաղություն է։ Ռեալ պոլիտիկային է, որ դու մարդու իրավունքները ստեղ ունես, այդ քո մոտ բան է, հիմնարար իրավունքները։ Մեջքիդ հետևն է մի հատ բանը։ Նորմալ HK 414 հեկլար կողա, լավ տենց 500 մետրի վրա, որ կարաս ծտի աչքին խփես։ Այ էդ է ռեալ պոլիտիկը։ Այնա, որ ես ասում եմ, որ Խաշմերոկի համար պետք է 2 հավելյալ տանկային կորպուս։ Այդ է խաղաղությունը։ Խաղաղության աղավնին էդ է։ Ինքը իհարկե աղավնի է, բայց իր ընտանիքում սաղ արծիվ են։ Մի 7 հատ վագր կա։ Ինքը ուղղակի ասում է, եկեք խաղաղություն, եկեք давайте жить дружно։ Թե չէ շատ կներեք մեր հետույքով խաղաղություն չեն կարողում, էլի։
Բայց սա չի նշանակում, որ պետք է նրանք ելնեն ուրիշ բան ասեն։ Տեսեք, հիմա չեմ ուզում էլի, որ սա չդիտարկվի, որ քաղաքական բան։ Okay, սա, ասենք, էս մի կուսակցության։ Այն նրանք ասում են, եկեք հույ, հայ, եկեք բան անենք։ Չէ, ընկեր, դու ավելի վատ տարբերակներն ա, որ եկեք խաղաղություն չանենք։ Որտեւ կրկնում եմ, քո մերկ հետույքը ոչ մեկ հələ չի փակել։ Էնի գոնե ասում է խաղաղություն։ Դու ինչ ես ասում, պատերազմ։ Մեկը կար ասում էր Աֆրիկայից մարդ բերեմ այդամ Նախճեվանը վերցնեմ։ Ասենք ոնց էլ ինգեր։ Ինչը ձեր դուրը չի գալիս այդ քարտեզ չունենալը այդ մարդու։ Դասական քարտեզ չունենալը։ 80,000 Աֆրիկայից մարդ դու Հայաստան չես բերի։ Առավել եւս, որ բոլոր հարևանները գիտեն, որ դու արդեն հայտարարել ես, որ դու բերում ես, որ տանես Նախճեվանը գրավես։ Ոչ մի տեղից դու չես բերի վերջակետ, տեխնիկա չես բերի։ Նախճեվանը կարելի է վերցնել 24 ժամ, ժողովուրդ։ Կասկած չունեմ ես ուղղակի, ընդհանրապես կասկած չունեմ։ Դա հնարավոր է։ Ոչ միայն հնարավոր է, դա հավանական է։ Ճիշտ պատրաստված ռազմական օպերացիայի պարագայում Նախճեվանը չի կարող ապրի։ Ինքը Արցախից դիմադրության այդ երկրորդ 23 տվին ավելի քիչ հավանականություն ունի դիմադրել։ Իրան այսպես կարելի է սրբել տանել, բայց տես չի էլի, որ ասենք Աֆրիկայից 80,000 բերեմ։ 80,000 բերես ինչ անես։ Քանա տանկ ապեք, ուֆտի կերակրի, հասկանում եք, այտենց շատ լուրջ խոսակցություն, լուրջ դեմքով, տենց լավ, տենց լուրջ ապրած մարդիկ, տենց որ խոսում են, եղբայր, ասենք այնպես չի էլի, որ մենք ես տեսաղս բան ենք, լերներից իջավ փապախով չոբան ենք, դու եմ ես գալիս ես բան ես պատմում ռազմական գործից։ Դու 80,000-ի աշխատավարձուց ես տալու։ Ինչ ես կերակրելու։ Նա ասում է դրա մասին ես մտածել եմ, դա ձեր դարդը չի։ Լավ, դուք սենց ասեմ, սա ժողովրդավարական երկիր է։ Ին դարդն է նույնիսկ եթե քեզ եթեր են տալիս։ Որտեւ իհարկե դու ունես խղճի, խոսքի եւ բանի ազատություն, արժեքային համակարգը արտահայտելու ազատություն ցանկացած ձևով։ Բայց ես լուրջ խնդրեմ ունեմ հանրայինի հետ։ Իրեք ինչի՞ ու էգոիստավար, որտեւ ինձ եթեր չեն տալիս, որտեւ ես համարում եմ, որ Պուտինը խույլո է։ Իսկ մարդու, որ ասում է, որ Աֆրիկայից 80,000 մարդ կբերի, կգործի ռազմական հանցագործություն, եթեր են տալի ու լրջորեն քննարկում են։ Որովհետև այդ կուսակցությունը ԿՀ-ում գրանցված է որպես ընտրություններին մասնակցող։ Սա պրոբլեմա, ես հիմա չեմ մասնակցում։ Ընտրությունների մասնակցության շրջանակներում են հրավիրել, որքան մեր եթերները, Նոյան Տապանի եթերները ուրբաթօրյա, որ հետ պտտեք գումարային, հմեկի եթերներից շատ են հավաքում ցուցադրություն։ Այնց որ եթե խոսքը վերաբերվում է ԿՀ-ի մասնակցությանը, դա ֆորմալ է։ Դե ֆորմալ, այո։ Դե ֆորմալ առնում բարդ ռազմական հանցագործության կոչ անում եթերին։ Գովազդ ենք հայտարարում եթերում, պարոն Սարգսյան։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, սուրճ խմենք, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։
Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, 2 հարց մնաց, որ ես նախատեսել էի ձեզ հետ զրուցել այդ մասին։ Առաջինը վերաբերում է մի փոքրիկ սկանդալին, որը Իսրայելում է տեղի ունեցել, համենայն դեպս Իսրայելում բնակվող հայերը շատ վրդովվել են եւ հիմա էլ երևի թե մյուս վրդովված են, ուրիշ երկրներում ապրող հայերին էլ է դա անհանգստացրել։ Խոսքը ինչի մասին է։ Եվրատեսիլի կիսաեզրափակիչը ցուցադրվում էր իսրայելական կան 11 պետական հեռուստաալիքով եւ այնտեղ այդ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը եւ Հայաստանը այնտեղ տաբլոյի վրա ուրեմն երկրներ էին, 2 երկրներն էլ Հայաստանը եւ Ադրբեջանը ադրբեջանական դրոշի այսպես տակ էին գնում եւ ադրբեջանցիների մամլո միջոցներում շատ լայն տարածվել էր, շատ ուրախացել էին այդ փաստի կապակցությամբ։ Հիմա իմ հարցը հետեւյալն է, ես որքան գիտեմ հայկական համայնքը Իսրայելի դիմել է կան 11 հեռուստաալիքին պատասխան չի ստացել, դեռ այս պահի դրությամբ ես չունեմ նորություն, որ նրանք գոնե ներողություն են խնդրել կամ ինչ-որ բան են արել։ Հարց, սա դրանք է սա, թե պարզապես սխալմունք է սա։ 11-ը սրիկա տականքների ալիքը, իրենք լրագրողներ չեն, իրենք պրոպագանդիստներ են, իրանք են մարդիկ էին, ովքեր պնդում էին, որ Գազայում մարդ չի զոհվել, երեխա չկա զոհված, եւ գովերքում են իսրայելական օդուժը, որը զրոյացնում է Լիբանան, այսինքն սա քննարկումից դուրս է, իրանք Գեբելսն են, տենց անկասկած, ակնհայտորեն դա սադրանք է, դա ոչ միայն սադրանք է, դա փորձ է մի քիչ էլ փոխպոկել Ալիևից, չենք մոռանում, որ Բաքվի ջարդերից հետո մանավանդ երբ այդ ինչ-որ կոչվում էր ԶԱԳՍ ինքը քանդվեց բան, լիքը դասական ադրբեջանցի թուրք ձեռք բերեց հրյա տատիկի ծննդական, իսկ Կեդմին բոլորին հայտնի իսկ այդ ժամանակ, այո, Յակով Կեդմին ինքը լինելով այդ Նատանի
հետախուզության ղեկավար, որը զբաղվում էր ռելոկացիայով, որպեսզի մի քիչ փող ստանա, կոչում ստանա, այդ աղբը հավաքեց ու տարավ Իսրայել, որտեղ իր կոպիտ ասած վարկանիշը աճում էր քանակով, իրան պետք էր Իսրայելը արդեն այն ժամանակ լրջագույն դեմոգրաֆիական ճգնաժամի մեջ ժողովրդագրական բնակչությունը պակասում, նենց չի, որ հիմա տենց չի, դրա համար օրինակ լուրջ տարբերություն կա սովետական միությունից եկած հրեաների, որոնք 80%-ով հրեա չեն ընդհանրապես եւ ասենք դասական են նրանց որ գոնե առաջի ալիաների ժամանակ են եկել եւ դրա համար որ դուք տեսնում եք օրինակ ընդդեմ Նետանյահուի ահռելի մեծ քանակությամբ միտինգներ եւ բաներ քաղաքական շարժ հակա-նետանյահական հակա այդ աճ բաների իրանք ոչ բան չեն հավաքում որովհետեւ հիմնականում այդ աղբը հետ խորթային տարածքից որ հավաքվել է իրանք աղբ են ու այդ հենց այնպես չէ էլի որ իրանք նենց ոչ ես չեմ այսինքն չեք բացառում որ սա դա հատուկ է արված դա նաև Թուրքիայում այսօր խոսում ենք հիշեցրեցի ես որ Թուրքիայում էլ տենց բան կար որ այն որ գրել էին Արադ Միրզոյանին գրել էին Արաբադ ադրբեջանցի էր մոնտաժնիկը որից հետո թուրքերը մաքրել էին այդ կոմպոնենտից դե երթական անգամ կարողանում եք տեսնել որ ճգնաժամ ապրող Թուրքիան, ճգնաժամացու ապրող Իսրայելից ավելի ձեռնտու երկիր է։ Ինչ վերաբերվում է Նետանյահուի կառավարությանը, ելի եմ ասում դա պետական ալիք է եւ բան, դե իրանք սիոնիստներ են, իրանք ռազմական անձագործներ են, իրանք Հաագայի տրիբունալի արդեն որոշումը կա, կասկածից վեր այդտեղ քննարկելու բան չկա։ Բարի հաջորդ թեման, շնորհակալություն մեկնաբանության համար, հաջորդ թեման Ուկրաինայում ինչ է կատարվում շատ չի երկարացնեմ հարցս Ուկրաինայում տեսեք Ուկրաինայում բավականին շենքի լուզումը Կիևում դա մի սարսափելի բան է բնակելի շենքի կեսը տեսեք ոչնչացված ինքը բավականին բարձ բացատրություն ունեցող պատերազմ է դարձել պատերազմ որտեղ բավականին ուժեղ բայց հին մոդելի մեջ ուժեղ երկիր բանով հանդիպել է տեխնոլոգիաների նոր զարգացման վիճակին եւ պարտվում է եւ հասկանում է որ պարտվում է Ռուսաստանը ահա Ռուսաստանը պարտվում է տեսեք Ռուսաստանի ինչ է դրա անունը արդեն մոռացել եմ հայերեն շքերտ մայիսին այդ խայտարակություն էր եւ դա նենց չի որ կուլ են տվել իրանք բոլորը այդ իրանց մեջ պահել են որ դա վիրավորական էր, դա նվաստեցուցիչ էր, դա խայտարակություն կարելի էր չանել, այդ ավելավա չանեին տարբերակներ, այնտեղ կոնե կասեին դե հիմա տենց էր, քանց էս սենց կրտած աչուցախից առանց ոչ մի բանի ինչ որ տենց նու նվաստացուցիչ, դե իրաց նվաստացրել են, եթե դու արժեք չունես, եթե դու ֆաշիստ ես, եթե դու նու ֆաշիստ լավ ֆաշիստը էլ քիչ թե շատ քաղաքական կուսակցություններ եթե դու այդ տենց անմարտկային բան ես գուլագին ասմոտրշիկ ես բոլշևիկ ես կարճ բանով դու ուրիշ պատասխանելու ձև չունես դու ասենք պետք է գնաս խփես թուլերին ոչնչացնես ասենք կանանց եւ երեխաներին ճիշտ այնպես ինչպես բաները Օսմանյան կայսրության ժամանակ այդ տարօրինակ մարդիկ կազմակերպեցին ջարդերը, չնայած ամբողջ տղամարդկությունը, հայ տղամարդիկ բանակում էին, մի հատ բանակում նրանց ոչնչացրին, հետո գնացին այդ ծնողներին, երեխաներին եւ կանանց ոչնչացնելու մեծ տենց շուկով եւ դաժանությամբ։ Ինչի արդյունք էր դա ձեր նույն բանի իրանք էլ էին պարտվում, իրանք հասկանում էին, որ պարտվում են։ Իրանք հասկանում էին, որ շանս չունեն, իրանք հասկանում էին, որ այդ պատերազմի ավարտին միևնույնն է հայերը հույների պես անկախություն են ձեռք բերելու եւ իրանք այլևս երբեք այդ տարածքներից չեն կարողանա օգտվել իսկ այն ժամանակ հայկական ներկայացումը շատ մեծ էր չգիտեմ ինչ ասեմ լավ Մարդինում Հալեփում Տիգրանակերտում այսինքն այն ինչ որ Էրբիլ, այսինքն հայերը բանի մեջ էին, բաց դրանից նավթային բիզնեսի մեջ կային իրանք մանթաշվներն էին, հասկանում էին, որ այնտեղ բրիտանացի քետ լեզու են գտնելու, ու եթե Հայաստանը անկախանում էր,
այն ինչ որ իրենց երազատ նոր օսմանյան կայսրություններ, ինքը մնում էր կրտած ընդհանրապես Անատոլիայով եւ Կոնստանտինոպոլսով, որը հունահայկական քաղաք էր։ Այսինքն այդ բանը կորում էր, եւ կորում էր ոչ միայն իրենց համար, այլ նաեւ այլ օտարների համար, ովքեր ուզում էին օսմանյան կայսրությունում երկիր սարքեին, sense փափուկ ասեն։ Ով հասկանում է քարտեզունի գիտի։ Այսինքն ցույց եք տալիս ձեր վերլուծությունը ասում է, որ Ռուսաստանը պարտվում է դրա համար այդքան դաժան է, անմարդկային, հա։ Իրանք հասկանում են, որ հետադարձի ճանապարհ չկա, Ռուբիկոնը անցած է։ Իրանք հասկանում են, որ միևնույն Հագայի տրիբունալը կա, երևի համել հասկանում են Պուտինը սատկելու է ասենց տենեն։ Լավ, հիմա այնուամենայնիվ ես ասացի վերջին հարցն է, բայց հետ գանք Հայաստանի հետ կապված։ Զելենսկին Հայաստանից ինչ որ հայտարարություն արեց, նրանք դա այսպես առիթ վերցրեցին, որպեսի իրենց նոր հակահայկական ելույթները ունենան, եւ ինչ որ ապահարզանի մասին էր խոսքը գնում, հիշում եք Պուտինը այդ հենց շքերթից հետո ունեցած իր հարցազրույցում ասաց, որ Հայաստանի հետ պետք է քաղաքակիրթ ուրեմն ապահարզան անենք, եւ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ես համաձայն չեմ ապահարզան ձևակերպման հետ, մեր միջպետական հարաբերությունները եկեք չշփոթենք ամուսնության հետ։ Հակահայկական նոր ալիք է բարձրացել Ռուսաստանում, ավելի սաստկացրել է Ռուսաստանը իր հռետորաբանությունը Հայաստանի ուղղությամբ եւ ավելի ուժեղ այսպես վտանգներ են մեր ուղղությամբ, մեզ ակնարկում, որ վտանգներ է մեզ սպասում, եթե մենք իր տեսեք գործընկերը չենք մնում, չգիտեմ, եթե մենք իր ապահարզան, եթե մենք չգիտեմ, բառն էլ չգիտեմ ոնց ասեմ։ Տեսեք, նախ եւ առաջ ճիշտ եք ասում, ապահարզան դա գործընկերություն չի, խոսքը ուրիշ բանի մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը Ռուսաստանի համար այդ որ ասում են, Պեկին կանգնած ոսկորեին 11 թվականից։ Եվ ստեղ ընդհանրապես կապ չունի Նիկոլ, ստեղ կապ ունի Եվրոասոցիացիան այդ գործընթացը, որը դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ էր սկսվել։ Եվ հիմա հասկանալով, գիտակցելով, որ ընդ որում Ուկրաինայի հետ էլ հարաբերությունները վատ տարածան, հենց այդ բանով թեմայի մեջ։ Մոլդովայում իրանք պարտվեցին, Մոլդովայի հետ էլ այդ ժամանակ սրբեց, Վրաստանի հետ ընդհակառակ։ Միակ տեղը, որտեղ իրանք հաջողվեց ինչ-որ բան անել այդ ընթացքում, դա Վրաստանն էր, չնայած Վրաստանը արդեն գործընթացը անցել էր։ Այսինքն մոդելը սենց է, ընդունում ենք ինչ-որ անում եք հարց չկա, բան մենք մեր օլիգարխին ենք բերում լցնում ձեր մոտ։ Հետո մեր օլիգարխին դուք տենց մենք իրան մեկ-մեկ ձև ենք տալի, որ մենք կռված ենք ձեր այդ բան, բայց ինքը տենց մանրից քաղցկեղի պես սաղ երկիրը ուտում է, հետո գալիս է էլի մեր գիրկն անգնում։ Հիմա այս մոդելը աշխատել է։ Այն մոդելները, որոնք ասենք Մոլդովայում էին, եկեք տենց ինչ-որ բան անենք, Մերձդնեստրը եւ պրոռուսական նախագահ բան սենց էս չաշխատեց, որտեվ եկավ Մայա Սանդուն եւ կարողացավ ապահովել, ընդ որում Մոլդովան մեզ ամենամոտիկն է, որտեվ Մոլդովան ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ։ Մոդելը դա է։ Հիմա կա գիտակցություն Ռուսաստանում, որ ինչ ուզում ես անես, մեկը պարտվում ես, լիքը փող ես ծախսում ու պարտվում ես, որտեվ Եվրամիությունը գրկած նստած է, Եվրամիությունը փափուկ ուժ ունի, ֆինանս ունի, գաղափար ունի, կարողանում է նաև ինչ-որ բանով շահագրգիռ, ասենք, ուզում ես ցուրտ տեղ գնաս, գնում ես Նորվեգիա, ուզում ես տաք տեղ գնաս, գնում ես, ասենք, չգիտեմ, Կանարյան կղզիներ, Ատլանտյան օվկիանոսի մեջ տեղը, որ Իսպանիա է։ Ասենք դու թեմա չունես, որ շատ տաք տեղ ես ուզում, գնում ես Ֆրանսիայից, վիզա ես ստանում, գնում ես Թայիթի։ Ասենք էդ էլ կա։ Դու բան չունես, էլի դրա համարժեքը Ռուսաստանը չունի փափուկ ուժի նկատմամբ։ Ինքը փորձելու է ստեղ անի, ինչ որ վրացական սցենարն է, միակ որը անցել է։ Իսկ վրացական սցենարով դա պետքա ձև տալ, որ ես քո հետ կռված եմ, բան հարց չկա, որ թույլ թողի պրոեվրոպական ուժերին, այն ուժերին, որոնք ուզում են պայքարել եւ պատրաստ են պայքարել Ռուսաստանի դեմ, պետքա որ իրանք թուլացնեն այդ բանը,
բռունցքը թուլացնեն, քիչ խփեն ռուսներին, օրինակ ասենք ամեն օր չասեն, այսօր չի ասեն, նորից կասեմ, Ռոսատրուդնիչեստվան եւ բանը պետք է փակվեն Հայաստանում։ Եվ ԶԼՄ-ներն է պետք է փակվեն Ռուսաստանի հեռարձակում, որտեվ դա է այն ռոպագանդան, որը աշխատում, հա, եթե դա չփակես, դու միշտ մնալու ես այդ հոգի վրա, բանի վրա, կեռի վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ կեռից իջնել, թե չէ, չգիտեմ, բայց այն ինչ-որ Պուտինն անում, ինքը անում է ինձ համար շատ պարզ հասկանալի մոդել, պարզ եւ հասկանալի, որտեվ կրկնվում է մեծ հաշվով, մոդուլով իհարկե, ամեն ինչը մեկը մեկի չեն կրկնում, բայց մոդուլով կրկնում են, նույն բանն են անում, իրանք փորձում են բերել օլիգարխ, որը քաղցկեղի պես երկիրը կուտի ու կտանի գցի Ռուսաստանի ծոցը, բայց քանի որ սա Վրաստան չի, ավելի շուտ Մոլդովա է, Մոլդովայի փորձը հաշվի առնել, ինչը Մոլդովային ինչու անաման, մի հատ բան ունենք, չէ, Գյումրիում է Զիբիլանոցը ունենք, որը ռուսական բազա է կոչվում։ Ասենք այնտեղ էլ ռուսական զորքեր կան մեծ Դնեստրում։ Իրանք տենց բաները շատ էին ընդհանուրներ։ Հիմա ամբողջ հարցը նրանում է, թե ոնց է Հայաստանը կարողանալու այս պատմությունից դուրս գալ։ Դա կախված է նրանից, թե ինչ ռազմավարություն են որդեգրել Մոսկվայում, այսինքն իրենք ինչ-որ պլան ունեն, դա կախված է նրանից, թե ընտրությունների արդյունքում ինչ կլինի եւ նրանք ինչ-որ ԵԱՏՄ-ի հավաք ունեն մայիսին։ Բայց ոնց որ չի գնում Նիկոլը։ Հենց այդ ամբողջ խնդիրը, որ Լավրովը այսօր էլի ասեց, որ մենք Երևանը ռիսկի է դիմում կորցնելու իր բոլոր արտոնությունները Բայց մենք sense արտոնություն չունենք։ Մենք իրականում ԵԱՏՄ-ի թվերը ես նորից եմ ասում, հիմա օրինակ քաղաքական պայքարը լավ պտակի բիծ պաս են տալի դու տենց բաներ են։ Մի հատ փորձեք Հայաստան-Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հասկանալ։ Ռուսաստանը ցածր գնով գազ է տալի ում Գազպրոմ Արմենիային։ Այսինքն ինքը Իրան ներքին հաշվապահական առումով ցածր գազ է։ Մեզ գազ ծախմեն նույն 370-ով եղբայր։ Այդ մեկ, երկու, մի հատ հանեք այդ ապրանքաշրջանառությունից գազը ու նավթը եւ նավթամթերքը։ Ուղղակի հանեք, հաշվարկ արեք ռեալ ապրանքով։ Դուք տեսնեք, որ Ռուսաստանը նես չի, որ վայ մի գիտես տնտեսական գործընկերը։ Մի հատ ճանապարհ ունեք ժողովուրդ Ռուսաստան, Լարսը ունակ չի սպասարկել այն ամբողջ լեգենդը, որը կառուցվել է այդ մի ճանապարհի վրա։ Լարսը անցած տարի նոր 6 գիծ են սարքել, թե 8 գիծ են սարքել, 14 են սարքել։ Մինչև այդ 2-3 գծանոց բաներ։ Ասենք մեր Գոգավանը կամ Բավրան ավելի անցուղնությունը դրան հավասար է։ Խնդիր չունեք, իսկ 3-4 օրը Թուրքիան վերջապես բարեհաճեց տարիներ անց, կարողացել է երևի Ալիևի գամերը քաշի, մտցնի Հայաստանը իրանց մաքսային բանի մեջ, ցուցակի մեջ, որպես երկիր ապրանքի վերջնահասցման դա ֆանտաստիկ բան է տալու հնարավորություն։ Հիմա մնաց մի բան, մնաց տեխնիկապես բացվի սահմանը, ընդ որում ցանկալի է երկաթգիծը, ցանկալի է համ մեր տեսանկյունից, համ Թուրքիայի, Թուրքիան չի ուզում, որ այդ կրդական շրջանները շատ ուժեղ զարգանան, ես իր այդ ինչ որտեղ նաև համամիտ եմ, դեմ չեմ, պետք չի որ զարգանա, պետք է մերն է, պետք չի որ ուրիշները զարգանան։ Երկաթգիծը ստեղից կաշխատի մինչև Ադանա, Ալեքսանդրետ, կամ ստեղից կաշխատի մինչև դե այնտեղ մինչև Անկարայա, կարող է Սևծովեն, ասենք տրապիզուն երկաթգիծ չունի, կարող է բորսա գնալ, լավ սենց, մինչև բան չի մտնում, ամեն դեպքում երկաթգծով ապրանքաշրջանառությունը լավ հանգիստ կաշխատի։ Բացի սկզբից դա բացվի, հետո նոր ավտոմեքենաների վրա, հա, ավտոմեքենաների համար ծանր քարշակող բաների, տեղ արդեն բավականին մեծ առավելություն կունենան բոլոր այն ընկերությունները կամ վարորդները, ովքեր ունեն այլ երկրների անձնագրեր, մեր հայրենակիցները, այնտեղ կարողանան աշխատել ուկրաինական ընկերություններ, չգիտեմ, չեխական, լեհական, ցանկացած բան։ Սա կտա մեզ հնարավորություն կառուցել այնպիսի մի տնտեսություն, որը լավ հիմք կհանդիսանա արդեն մի օր ասել, դե ինչ իմաստ ունի բազան։ Հիմա լուրջ էլի, ինչ իմաստ ունի բազան։ Դուք ինչ-որ մեկը ընդհանրապես այս երկրում ինձ կարա համոզի, կարա համարձակվի նստի դեմս, ասի, որ Ռուսաստանը ինչ-որ մի անվտանգային երաշխիք է։ Ռուսական բոլոր հիմնական բազաները, այդ թվում 2 օդանավակայանները, որտեղ որ իրենք կայանում են իրենց ռազմական ավիացիան, թնդանոթային կրակոցի տակ են Թուրքիայից։ Այսինքն, եթե Թուրքիան որոշեց, ասենք թնդանոթը որն է, Էրեբունին ինձ թվում է ականանետով կմաքրի։
Այսինքն դա պարզապես ռազմական ներկայություն է Հայաստանում, Հայաստանին է վերաբերում դա։ Չգիտեմ դա Մենք ինչ։ ասում ենք մենք սահմանն ենք փակում, պահում, Ինձ մեր թվում է, անվտանգությունն է, հենց տեսեք։ ոչ միայն Հայաստանի անվտանգությունն է, այլ Հայաստանը որպես բուֆերային, այսպես երկիր գոտի են ներկայացնում։ Գիտեք մի բան եմ մտքովս անցել այս վերջերս։ Կարող է Պաշկա Մերսեդեսի կոռուպցիոն սխեմաներ, Բացեք։ Գրաչովի։ Փող էր պետք։ Դե այդ բազան որ կար, Ռուսաստանը բան չէր վճարում, մենք էինք վճարում։ Ոչ մեկ չգիտի ինչ էին Լևոնի ժամանակ ինչ էին վճարում, Քոչարյանի ժամանակ ինչ էին վճարում, ոչ բաց չէր այդ տվյալները գաղտնի։ Ասում կարող է դրանց կոռուպցիոն սխեմաներ։ Դե այն ժամանակ Պաշկա բերել հասցրել են Մերսեդեսի ինչևէ հետո փոխվել են, հետո եղել է բանը, Շոյգուն, ինչ տարբերություն։ Այսինքն շարունակում է գործել։ Դե հիմա արդեն չէ, որովհետև Շոյգուն հետո Թուրքիա հետ ասեց, որ մենք իդեալական ռազմական օպերացիա իրականացրեցինք, էթնիկ զտում արեցինք Արցախում, չգիտեմ, չնայած Շոյգուն էլ է ինձ թվում է բան Հաագայի տրիբունալում, բայց ամեն դեպքում գործը կա, բայց ամեն դեպքում մենք պետք է դիմենք, որ Շոյգուն է լինի։ Ու բանը Նետանյախուին էլ պետք է մենք էլ պետք է դիմենք, բայց հələ որ պլոջիկ չունի Նիկոլ, ամեն դեպքում ինձ թվում է դա կոռուպցիոն սխեմա է եղել։ Որովհետև չի կարող, ախր Ռուսաստանում չի կարող, ասենք ոչ մեկ չունենա այդ գիտելիքը, որ դու ախր կալոր Բերդում որտեղ մեր ինժեներական զորքերին են եւ այս բանը, արհամդեղից Թուրքիան երևում է։ Դե ասում եմ Թուրքիային չի վերաբերում գուցե։ Բա ինչ, Հայաստանին։ Ինչու ոչ։ Ակնհայտ է, չէ՞ որ Հայաստանի համար 2000 հոգին քիչ է։ Ասենք դու ինչ կարաս անես 2000 հոգով Գյումրիում, եթե քաղաքական որոշումները կայացում են Երևանում։ Ինչ անես, տգդին 10 գազ Գյումրիից Երևան։ Մի հատ էլ սար դրա պատանենք գլխի տարա, քեզնից շատ մարդ էինք ընդ կոտորը։ Սարգսյան, Ես եմ, չվախեք։ շնորհակալ եմ, որ Ես էլ շնորհակալ։ եկաք։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը։ Ես եմ։ Դուք եք սոցիոլոգ վերլուծաբան։ Այո։ Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը, սիրելի բարեկամներ։ Զրույցը վարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։